Միջազգային լրահոսն այսօր։ Այսօր առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Պոնտիֆիկոսը իր մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կենցաղայրում։ Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր սրբազան հոր Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Այսօր ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ հոր տուն։ Նա ողջ կյանքը նվիրեց Տիրոջ եւ նրա եկեղեցու ծառայությանը, ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով եւ ավելի քան 1 ամիս անցկացրել էր հիվանդանոցում։ Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացնելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Համաձայնագրի հիմնական դրույթներն են. Ռուսաստանը եւ Իրանը թույլ չեն տալիս օգտագործել իրենց տարածքները աջակցելու անջատողական շարժումներին, որոնք սպառնում են իրենց տարածքային ամբողջականությանը։ Մոսկվան եւ Թեհրանը համագործակցում են միջազգային ահաբեկչության եւ այլ մարդահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում։ Երկրները մտադիր են ընդդիմանալ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը եւ դրանց ներդրումը համարում է միջազգային անօրինական գործողություն։ Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել են խթանել համագործակցությունը երկու երկրների ԶԼՄ-ների միջև ապատեղեկատվությանն ու բացասական քարոզչությանը հակազդելու համար։ Մոսկվան ու Թեհրանը միմյանց հնարավոր օգնություն կտրամադրեն բնական ու տեխնատին աղետները կանխելու համար։ Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով։ Կողմերը պայմանավորվում են գնի շուրջ մոտեցումների մասին։ Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերով, ներառյալ նաև միջուկային էներգիայի օբյեկտների կառուցումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայում երկրի ռազմական ներկայությունը նվազեցնելու որոշումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում եւ մեծացնել Թուրքիայի ազդեցությունը։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը ուշադրությունը հրավիրելով այն բանին, որ ամերիկյան զորքերը մինչ այժմ աջակցում էին քրդական ուժերին իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում։ Իսրայելական Ալմա հետազոտական եւ կրթական կենտրոնի տվյալների համաձայն Անկարան ռազմական տեխնիկա է տեղափոխում Հալեպից հյուսիս գտնվող հենակետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Սիրիայում իսլամիստական խմբավորումների երկարամյա հովանավորն է, ձգտում է ընդլայնել իր վերահսկողությունը հարևան երկրի վրա, հատկապես այն բանից հետո, երբ նրա հետ դաշնակից ուժերը Ահմեդ ալ-Շարայի գլխավորությամբ նախորդ դեկտեմբերին տապալեցին Բաշար al-Ասադին եւ իշխանության եկան։ Նշվում է, որ Իսրայելում Թուրքիայի ծրագրերը լուրջ անհանգստություն են առաջացնում։ Էրդողանը բազմիցս հանդես է եկել Իսրայելի դեմ ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ թուրքական ռազմաբազան սահմանին համարվում է կարմիր գիծ Թել Ավիվի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ այս շաբաթ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գործարք կկնքվի։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում։ Հուսով ենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն։ Այնուհետև երկու կողմերն էլ կսկսեն մեծ բիզնես վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը բարգավաճում է եւ հարստություն կստեղծի, գրել է նա։ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինի հրավերով ապրիլի 22-ից 24-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը։ Հիշեցնենք, որ Չինաստանի առաջնորդի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև դեռևս 2024 թվականին ստորագրվել էր ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիրը։ Ըստ հռչակագրի Ադրբեջանը վճռականորեն պաշտպանում էր մեկ Չինաստանի սկզբունքը, ընդունում, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարությունը միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, մնացեք Օրայգիզ Նյուզի հետ։